Իհարկե արտաքին պարտքը վերցնելուց հետո բավականին շատ դուք աջակցել եք Հայաստանի Հանրապետությունում գործունեությանը, ենթակառուցվածքների կառուցմանը, դրա խորությունը ինչքան է, նկատի ունեմ դուք հիմա այսօր եթե 100 միլիոն դրամի ինչ-որ միտեղ ներդրում է կատարվել, դրա խորությունը, որ ինքը պետք է այդ հաստոցները գա դառնա ապրանք, դառնա մրցունակ ապրանք շուկայում հայտնվի, սկսի գեներացնել, այդ կարգի հաշվարկներն էլ մեզի պետք, որ մենք հասկանանք մենք ուր ենք գնում, ինչ ենք անում, հիմա այդ գումարը վերցնենք, ծիծաղելի է միջևանքը, որտեղ երկիրն էլ զարգանում է, բոլորն ասում են պարկ, ինչ պարկը չմերձես ոնց է զարգացնելու երկիրը, այս մասին էլ պետք է շատ միշտ հստակ դուք ասեք։ Հարկային հավաքագրման չհավաքագրման մասով էլ այսօր մի քանի բան իմացա, խնդրում եմ մի քիչ ճիշտ էլի գնահատական տանք, օրինակ վերցնենք մեր ինժեներական պրոդուկտը, որը որ ինտերնետով գնում է Հայաստանից, հիմա մենք ինչ ձև ենք գնահատելու դա, ով ենք մենք, այդ գումարը, որ մի 10 միլիարդ դոլարի ապրանք է տարեկան արտադրվում Հայաստանում, այդ ապրանքը որտեղ է գրված, դուք գիտեք չէ, որ ամեն ամիս մենք ապրանք ենք արտահանում Հայաստանից ինտերնետով, դա սոֆտվեր ծրագրերն են, որոնք որ արժեք ունեն, գնում են իրենց գլխամասային կազմակերպությունում, դառնում են արժեք, մտնում են ինքնարժեքի մեջ, բայց մենք ինչի մեջ ենք մտցնում, որտեղ կարանք դա հաշվենք, գոնե իմ երկրի իմիջը բարձրացնեմ, ասեմ Հայաստանում այսքան ինժեներական ապրանք է արտադրվում, ոչ միտեղ մի հաշվեք, բայց գոնե այս մասը միտեղ որտեղ գրենք դա, դրա մասին խոսելու ենք, թե չէ։